Ավետարան ըստ Հովհաննեսի գլուխ 13: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, և ոչ էլ ուղարկվածը ավելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց: Եթե այս բաները գիտեք, առավել երանելի եք, եթե դրանք կատարեք: Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպեսզի կատարվի գրվածը, թե ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ: Հենց այժմյանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպեսզի երբ որ լինի, հավատաք, որ ես եմ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում ես կուղարկեմ, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց: Երբ Հիսուս այս բաներն ասաց, խռովվեց իր հոգում, վկայեց ու ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է: Աշակերտներն իրար էին նայում, տարակուսելով, թե ում մասին է ասում: Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել էր նրա մոտ: Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց հարցնելով, թե այդ ում մասին է ասում: Եվ սա Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց նրան. «Տե՛ր, ո՞վ է»: Հիսուս պատասխանեց և ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ և կտամ իրեն»: Եվ թաթախելով պատառը, տալիս է Իսկարիովտաց Յուդային: Եվ երբ նա պատառն առավ, սատանան մտավ նրա մեջ: Հիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա»: Եվ սեղանակիցներից ոչ ոք չիմացավ, թե նա ինչի համար այդ նրան ասաց: Որովհետև ոմանք կարծում էին, թե քանի որ Հուդան էր գանձանակը պահում, Հիսուս նրան ասաց. «Գնիր ինչ որ մեզ տոնի ժամանակ պետք է, և կամ որ մի բան տա աղքատներին»: Իսկ նա պատառը վերցնելով, իսկույն դուրս ելավ, և գիշեր էր: